Բարեկամներ եւ այսօրվա համար մեր վերջին գյուղը եկանք, կոչվում է Այգուտ։ Այգուտը նույնպես այս գետի հովտում է գտնվում աչափին հիմնականում մեծ մասը եւ գյուղը տարածվում է դեպի վերև։ Այս տարածաշրջանի, այս ենթաշրջանի, այսպես ասենք, ամենամեծ գյուղն է։ Մոտավորապես 750-800 մարդ է այստեղ հիմա փաստացի ապրում, լավ բարձր երաժշտություն են լսում ավտոմեքենայի մեջ։ Վերևում դպրոցն է, դպրոցում 113 աշակերտ ունեցել ենք անցած ուսումնական տարում, մանկապարտեզ չկա, կա նախակրթարան դպրոցին կից, հա գյուղապետարանի շենքն է, որ տեղակայված է նաև փոստի բաժանմունքը, բուժկետը, ակումբը, ունենք նաև հանդիսությունների սրահ գյուղում, գիտեք, ուրախ տխուր առիթների ժամանակ ամբողջ գյուղով հավաքվում են։ Գյուղում ապրում են մարդիկ, ովքեր հարկադրաբար իրենց տունը լքեցին 1988-89 թվականներին Շամփորի շրջանից եկան, հիմնականում, այսպես ասենք, հանրայիթ Չարդախլու գյուղից եկածներն են այստեղ բնակվում, Չարդախլուն գիտեք հերոսների ու մարշալների գյուղ է, ու նրանց սերունդներն էլ ուժեղ մարդիկ են, ապրում են, աշխատում, արարում, զավակներ մեծացնում։ Գյուղում ունենք մի քանի խնդիր, որի մասին կուզեմ բարձրաձայնել, առաջինը սողանքների հարցն է, որովհետև այս կողմում սողանքային գոտի է, ճիշտ է, առաջներում շատ ակտիվ չէր, բայց կարծես թե հիմա ակտիվացել է, մինչև գոնե 2009 թվականը այստեղ նաև ուսումնասիրություններ են եղել, նրանք ովքեր տուժել են այդ սողանքներից, որոշակի փոխհատուցումներ են ստացել, բայց դրանից հետո էլ սողանքները շարունակվել են եւ այժմ մի քանի տուն հաստատ ուսումնասիրության կարիք ունի ու հաստատ մեր պետության նաև դրամական օգնությունը կամ գոնե բարոյական աջակցությունը խոսքը եկեք տեսեք իմացեք որ նման խնդիր կա այստեղ եւ այս ասֆալտապատ հրաշալի ճանապարհն էլ ներքևի հատվածում հենց սողանքներից տուժել է այլապես այսպես կարելի է գնալ հասնել մինչեւ Դիլիջան, Իջևան այդ կողմերը ճանապարհը զիջենք ավտոմեքենային անցեք Գյուղը տեսնում եք, որ նաև գազաֆիկացված է, բայց ընդամենը 20-ից մի փոքր ավել բաժանորդ ունենք, այնպես չէ, որ բոլոր գյուղացիները գազը հասել են իրենց տուն եւ դրանով տուն են տաքացնում։ Ջրի խնդրի մասին կասենք, շատ վատ չէ, բայց շատ լավ էլ չէ, բայց հույս կա, որ առաջիկայում այս եւ հաջորդ տարվա ընթացքում թե արտաքին ցանցը, թե ներքին ցանցը կնորոգվի եւ ջրի խնդիրը առհասարակ գյուղից կվերանա։ Այս գյուղը մյուս գյուղերից նաեւ տարբերում է նրանով, որ ունեն նաեւ արտեր, ցորեն են ցանում, այն գյուղերում միասին տեսանք, որևէ մշակովի հող չկար։ Այստեղ ունենք օրինակ այս տարի 16 հեկտար ցանված ցորեն ու բերքն էլ հավաքել են, ասում են վատ չէ, հեկտարից 30 ցենտներ։ Մեր լավագույն գեղեցիկ ընտիր գյուղերից մեկն է, ուր այս հրաշալի բնությունն է, ուր ագրոտուրիզմի զարգացման համար հրաշալի պայմաններ կան։ Եվ այգուտում տուրիզմի զարգացման նախաձեռնողներից ջատագովներից է Տիկին Շուրան, գյուղի բժշկուհին, ամբուլատորիա, ընտանեկան բժիշկ, չէ։ Ուրեմն սա ձեր տունն է, Տիկին Շուրա, դուք այստեղ ապրում եք, բայց ուզում եմ, որ անպայման հյուրատուն սարքեմ եւ այդ դա արդեն կես ճանապարհին է կարելի ասել, ընթացքի մեջ է, մեկ ամսից արդեն շահագործման կհանձնեմ։ Կարծում եմ, որ մեր գյուղում շատ գեղեցիկ է մեր բնությունը, շատ մաքուր է օդը եւ տեսարանը մի հատ նայեք նկարեք, եթե կարելի է մեկ ավզատվան անեմ, ընկերուհիներս եկել էին, ամուսինները դասախոսներ էին Երևանից եւ ասի կներեք վարակույր չունեմ աղջիկներ, մեկ էլ տղաներից մեկ ասեց Շուրա ջան, ամենագեղեցիկ վարակույրը ձեր անտառն է, որ Երևանում է եւ իրոք նայում ես հրաշք է ուղղակի։ Կարծում եմ մեզ մոտ էկոտուրիզմը կզարգանա պարտադիր, որովհետեւ էկոպրոդուկտ ենք առաջարկում տուրիստերին, ահա շինարարությունը ես այստեղ պատրաստում եմ 3 սենյակ, 1 հանգստի սենյակ եւ սանհանգույց ունեմ նաև 2 ննջասենյակ էլի իր հանգստյան սենյակով, պատրաստում եմ մի հատ էլ խաղասենյակ։ Այսինքն քանի մարդ կարող եք Ես եթե միայն մահճակալները հաշվեմ, հյուրընկալը կարող եմ 10 հոգի, իսկ եթե ես բացեմ դիվան, որտեղ ուզենան, մի 12-14 հոգի։
Լավ, եկան գիշերեցին, եկան այստեղից նայեցին մի քիչ այս սարերին, բան առավոտյան ձեր ասած էկոսնունդը, տնական հավ, տնական ձու, մեղր, կարակ, պանիր եւ այլն։ Էլ ինչ կարող են անել այստեղ։ Կարող եմ բան անել համտեսի, մեղրի համտեսի սենյակ տանեմ։ ու օղիել են թողում կարող ենք եւ պետ անել ինքս պատրաստում եմ սուջուխ այսինքն հարևանների հետ միասին մի հատ փոքր արտադրություն հիմնեցինք անցյալ տարի սուջուխի եւ չրերի արտադրություն դրանցով կարող ենք իրենց եւ սովորեցնել եւ այլ շնորհակալություն հաջողություն եմ մաղթում տեսնում եմ որ լավ հարմարավետ սենյակներ են ստացվելու նաև մենք գիտենք որ մեր Հայաստանը իսկապես տուրիզմի ամենատարբեր ճյուղերը կարող է զարգացնել ամենատարբեր ճյուղերը, բայց հենց գյուղական տուրիզմի հետ կապված քայլերը կարծես նոր են արվում։ Մենք ձեզ հետ միասին քիչ առաջ Կալավանում էինք ու այդ Կալավանի լավ օրինակը, որ նաև մյուս գյուղերի վրա է տարածվում, դա շատ լավ է, իսկ ասենք այգուտի բնությունը Կալավանի կամ Բարեպատի կամ Անտառամիջի բնությանը ոչ մի բանով չի զիջում։ Մենք մեր երկրի մի հրաշալի անկյուններից մեկում ենք։ Երբ ժամանակին այստեղ թուրքերն էին ապրում, գյուղը կոչվում էին Գյոլքեն, գյոլը գիտեք լիճն է, ու սա միակ լիճը չի, մի քանի լճեր կան, վերևում էլ կան մի 4-5 գուցե։ Ու բայց եթե եկել ենք այստեղ ուշադրություն դարձեք նաև այս սողանքային գոտին, հենց այստեղից էլ պարզ երևում է, որ հոսում է ու ռելիեֆի փաստորեն էական փոփոխություններ են տեղի ունենում ջուրը ինչ որ տեղից կարող է դուրս բխել, հոսել, գնալ, կարող է ինչ որ մեծ փլուզումներ լինել, սա իսկապես երևի թե իրենից վտանգ է ներկայացնում ու ելի եմ ասում, լավ կլինի, որ շատ լուրջ հետազոտություններ այստեղ արվեն եւ հասկանանք թե ինչ է լինելու այս սողանքներից խուսափելու կամ սողանքների վնասներից հնարավորինս խուսափելու եւ նաեւ բնակիչներին փոխհատուցում տալու հարցը իսկ որ տեսարանը գեղեցիկ է, անշուշտ լավ է, տեսնում եմ ձկնորսներ էլ կան, ասում եմ բավականին հետաքրքիր ձկնատեսակներ կան, սկսած այդ պնդաճակատներից ու ծածաններից ավարտած ավելի փոքրիկ ձկնիկներով, այնպես որ երբ որ այստեղ տուրիզմի զարգացման հետ կապված ծրագրեր մշակենք, հնարավոր է որ նաև ձկնորսությունը ինչ որ տեղ ունենա այդ մեծ ծրագրի շրջանակներում։ Մենք այգուտ հրաշալի գյուղում ենք։ Բարև ձեզ։ Կարելի է։ Սմա ենել ոնց։ Ենել ոնց է կարելի։ Ահա, ոչ միայն պապիկը, նաև այդտեղ տատիկը, նաև թորնիկը, հա։ Թորնիկը։ Չէ, Թորնիկ չի Բա։ ուղղակի եկել եմ Հանգստան։ Թորնիկն է։ Աստեղ հանգստանում է։ Եկել եք պապի մոտ տուն եք վարձել, մնում եք, հա։ Չէ, մորքուրից տուն եմ եկել։ Հա, մորաքրոջ տուն ես եկել։ Ձեր մորաքույրն է տատին։ Պապի ես ջուր եք տաքացնում շշերով, թե դրել եք որ քամին չքշի։ Հա, քամին չքշի։ Հա, ես ասի ջուր եք տաքացնում, էլի։ Ոնց եք, ինչ եք, անասնապահություն հաստատ, քանի որ խոտ ունեք, թե վաճառքի խոտ է։ Ինչ անասնապահությունն է հիմնականը։ Հələ քիչ է դեռ պետք է խոտ հավաքվի, տարի խոտի պակասություն կա։ Հա, այս տարի Հայաստանում շատ քիչ տեղեր կա, որ փարթամ խոտեր, գրեթե բոլոր տեղերում խոտի պակաս։ 1200 դրամ հիմա, չէ։ Ասում են այո, դե մի բան են կապում պրեսայիդ ինչա դուկայի։ Հա, հակ, հայերեն։ Հա, դրանք հա։ Վարդան, ես կա 90 թվականից եմ ճանաչում, իման ասոց չեկը բաց թողած ես։ Հա։ Հա, այս ժամանակին ինչ որ բաներով էլ զբաղվում, պաշտոններ։ Հիմի քուվոց մի քանի ստյուրա եկել։ Չէ, պաշտոններ չեմ զբաղեցել։ Միշտ եղել եմ հեռուստա լրագրող ու կողքից գործեր։ Հա։ Գնացինք, պապ։ Դե, ասո։ Չէ, շնորհակալություն, մենք։ Չէ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջողություն, ստեսություն։
Սարով մեզ գյուղի կենտրոնում մոտեցավ, ասեց, եկեք անպայման կգաք, տեսնեք ինչ շինարարություն եմ անում, ինչ տնտեսություն ունեմ։ Եկանք էլի Սարով։ Մի հատ էլ բարև։ Տուն ենք սարքում։ Տուն ենք սարքում ախպեր, Թուրքի տուն է եղել, ցավը տանեմ։ Դե որ փախել ենք 88 թվականին եկել այստեղ, լրիվ քանդված վիճակով բանով, հիմա էս վերջեր կմը տամպատը փլվեց։ Տամպատը փլվեց, քանդել եմ, մաքրել, հիմա ուզում եմ հայկական ստիլով մի հատ այստեղ Հասկացա, մի հատ այս կողմերով նայեմ ես, բանը Սարը, այս կոմբայնել եմ տեսնում, այս կարգին շինարարություն եմ տեսնում։ Այս աշխատող մարդու տուր ենք էլի մտել, սիրելի հեռուստադիտող, հա, երևում է պատշգամբով եւ այլն, այս գոմել հաստատ պիտի լինի, որովհետեւ անասնապահություն, չէ։ Գոմը վերևն է, այստեղ դա վերևն է, այստեղ գոմը սա։ Ունեմ մի 15 հատ խոշոր ունեմ, մի 40 փետակ մեղու ունեմ, տես։ Շնորհակալություն, շենություն եմ մաղթում օջախին։ Լավ, այս հայկական տուֆտել, որ երևում է այս համատարածի մեջ, բոլորովին այլ պատկեր է։ Մենք այգուտում ենք։ Սարգիսը Գաբրիելյան այն եզակի մարդն է, ում դուք երկրորդ անգամ եք մեր այս հաղորդման շրջանակներում հանդիպելու։ Առաջինը Սարգիսը հաստատ կհիշի, հեռուստադիտողին էլ հիշեցնենք, Ճամբարակում մարզադպրոցում սամբո էր պարապում, մեր լավագույն մարզիչներից է, Հայաստանի սամբոյի մասնագետներից, ժպտում է տղան, ու տղաներն էլ սամբիստներ են, լավ մարզիկներ, Եվրոպայի մրցանակակիրներ։ Ուրեմն ֆերմա քանիկով մոտ 30, խոշորով ընդհանուր 60 խոշորա։ Ընդհանուր 60, եթե մորտում ենք Մարդը սամբոյի մարզիչ է, անասնապահ է, ուրիշ։ Մեղվապահ է, ուրիշ։ Ինչ ասեմ։ Ուրիշ ունիվերսալ հայ եմ, ուրիշ։ 7 երեխաների հայր է։ Այս դե լիքը հավեր բնականաբար 40 հավ ունենք, կես ընդեղ են, կես ստեղ են, կես էի մի կողմն են, չուտերը, ասենք նենց ենք անում, որ մեր սնունդը եղնի բնական երեխեքի համար։ Նաև ընթացքում շինարարությունը անդադ շարունակում է, չէ։ Շնորհակալություն։ Թերևս շատ հագեցած առօրյայով ապրող ընտանիք, թերևս շատ հագեցած հաղորդում է, այսօրվա մեր հաղորդումը, հագեցած լավ տեսարաններով ու աշխատող, արարող, ստեղծող մարդկանցով։ Բարեկամներ, ամեն անգամ մենք շրջում ենք մեր երկրում, մեր հայրենիքում, մեր չքնաղ գյուղերում ենք լինում, մեր հրաշք բնությունն ենք տեսնում, մեր հրաշք անտառները, գետերը, լեռները, ամեն ինչ։ Մեր հայրենիքն ենք մենք գյուղ առ գյուղ, մետր առ մետր կամ միլիմետր առ միլիմետր ցանկանում ենք տեսնել ու սիրել, որովհետև ինչքան լավ ճանաչես, այնքան շատ կսիրես, իսկ եթե շատ սիրեցիր, հաստատ կպաշտպանես հարգեղած դեպքում, նաև իհարկե զենքով։ Հիմա մեր սահմանների մեր զինվորները պահում են մեր խաղաղությունը, մեր հանգիստն ու մեր աշխատանքը։ Մենք բոլորով միասին երկիր հայրենիք ենք պահում։ Սիրելի պանդուխտներ, որ վերադառնաք, այդ ամենը անելու ենք միասին։ Երկիր մեդիայի եթերում ձեզ հետ կհանդիպենք արդեն հաջորդ կիրակի։